Հնարավոր է ինչ-որ մեկին արտաքսեն ամիսներ կամ տարիներ տևած պայքարից հետո, իսկ մեկ ուրիշին ժամերի կամ օրերի ընթացքում։ Ամերիկայի ձայնը Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների շարքում շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել ԱՄՆ-ում գտնվող ապօրինի միգրանտների արտաքսումը, ու թեև ամերիկյան իշխանությունները հետևողական են ապօրինաբար նահանգներում գտնվող անձանց երկրից վտարելու գործում, սակայն աստիճանաբար Երևան են գալիս իրավական խոչընդոտներ։ Իր պաշտոնավարման հենց առաջին օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթը հայտարարեց ազգային անվտանգության խնդիր, ընդգծելով, որ հետամուտ է լինելու նախընտրական խոստմանը և արտաքսելու է ԱՄՆ-ում գտնվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին։ Սակայն բազմաթիվ իրավաբանների կարծիքով անգամ արտաքսման պարագայում միգրանտների նկատմամբ հարկ է ցուցաբերել պատշաճ իրավական ընթացակարգ։ Ներգաղթի հարցերով իրավաբան Հաննա Ֆլամն ասում է. «Ձեզ ներկայացվում է մեղադրանք պարունակող փաստաթուղթ, որը ձեր դեմ դատավարություն սկսելու հիմք է, և այդժամ կարող եք ապաստան խնդրել կամ այլ կերպ պաշտպանել Միացյալ Նահանգներում գտնվելու ձեր իրավունքը։ Եթե չեք հաղթում այդ գործընթացի ավարտին, ձեր արտաքսման կարգադրություն է իջեցվում»։ Ֆլամի խոսքով, տարբեր մարդկանց պարագայում արտաքսումը կարող է տարբեր ժամկետներ պահանջել։ Հնարավոր է ինչ-որ մեկի արտաքսեն ամիսների կամ տարիների տևած պայքարից հետո, իսկ մեկ ուրիշին ժամերի կամ օրերի ընթացքում։ Ըստ հաղորդագրությունների, այս տարի հունվարի 21-ից ի վեր ԱՄՆ դաշնային իշխանությունները ձերբակալել են ավելի քան 8200 մարդու։ Ամերիկյան իշխանությունները ընդլայնել են արագ արտաքսման կիրառումը, ինչը նշանակում է, որ օրինակ ներգաղթի ծառայության աշխատակիցներն այլևս կարող են առանց փաստաթղթերի միգրանտներին վտարել երկրից առանց դատական նիստերի։ Պետք է ավելին անենք, ուղիղներ են պետք փնտրելու ավելի արդյունավետ գործելու համար, ասել է Թրամփի սահմանային ցարը ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավար Թոմ Հոմանը։ Հայտնի է, որ ԱՄՆ իշխանություններն սկսել են կիրառել Կուբայում Գուանտանամոյի ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազան, ավելի ճիշտ այնտեղ կառուցված բանտը, որպես ապօրինի ներգաղթների ժամանակավոր պահման վայր։ Այն լինելու է ապօրինի միգրանտների պահման ևս մեկ վայր, որտեղ կունենա 30,000 մահճակալներ։ Այս ամենի ֆոնին արդեն իսկ իրավական խնդիրներ են ծագել ամերիկյան իշխանությունների համար։ Վերջերս Նյու Մեքսիկո նահանգում դաշնային դատավորն արգելվել է Վենեսուելայից 3 ներգաղթյալների տեղափոխել, իսկ փաստաբանները դատի են տվել Թրամփի վարչակազմին կալանավորներին առանց փաստաբանների կամ ընտանիքի հետ կապ ունենալու իրավունքի պահելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունը ձերբակալում է մարդկանց ԱՄՆ տարածքում և տեղափոխում Գուանտանամո, ասում է Հաննա Ֆլամը։ Գուանտանամոյում ներկայումս պահվում են արտաքսված անձինք, այդ թվում հանցագործներ։ Ինչևէ, իրավական հարցերի առաջ գալուն զուգահեռ ամերիկյան իշխանությունները շարունակում են երկրից արտաքսել ապօրինի ներգաղթյալներին։